Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի այցը Հայաստան եւ հայտարարությունները տարբեր կարծիքների, տարբեր մեկնաբանությունների առիթ են տվել։ Դուք ինչ հասկացաք եւ ինչ մեսիջներով էր եկել Հայաստան Սերգեյ Լավրովը։ Նախ Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու, որ հանկարծ մթնոլորտ չանցնի, որ Եվրոպայի մասին մտածեք։ Հիմնական խնդիրը էր, որ ինքը մեզ զգուշացնում էր, կարելի ասել նաև վախեցնում էր, որ Եվրոպայի դռները ձեր դեմը փակա։ Հիմնական բանն էս էր։ Բայց արտգործնախարարը Հայաստանին վստահեցրեց, որ այո, մենք ընդունել ենք այդ նախագիծը, բայց Հայաստանը այդ ուղղությամբ քայլեր չի անում։ Ինչից է մտահոգված Ռուսաստանը։ Ռուսաստանը մտահոգված է նրանով, որ ինքը տեսնում է ինչա կատարում Հայաստան, որ ժողովուրդը ուզում է Եվրոպա գնալ։ Ռուսաստանն արդեն կորցրել է իր դերն ու նշանակությունը հայ ժողովրդի համար։ Դրա համար իրանք այդ մտավախություն ունեն, որ այստեղ ոչ թե իշխանությունն է, այլ ժողովուրդն է։ Ժողովրդի նախաձեռնությունն է, որ ասենք ցանկանում է Եվրոպա գնալ, այդ իրանք լավ հասկանում են, իրանք գիտեն ինչ է կատարում։ Ու իրանք նաև գիտեն, որ բոլոր նախկին սովետական միության հանրապետությունները բոլորն էլ ուզում են, որ իրանցից օր առաջ ազատվեն։ Բոլորը, ովքեր որ հասցրել են ազատվել են, ովքեր որ ընթացքի մեջ են, ովքեր որ չեն ազատվել, նրանք էլ են տենչում, որպեսզի ազատվեն ռուսական կայսրությունից։ Բայց Ռուսաստանին մեծ թշնամի դարձնելը Հայաստանին օգուտ է բերելու, պարոն Մելքոնյանի, որովհետև եթե խզում ենք հարաբերություններ, նշանակում է Ռուսաստանի նման թշնամի ենք ձեռք բերում։ Մենք նախ թշնամի չենք ձեռք բերում, մենք բարեկամներ էինք Ռուսաստանի հետ, դարավոր բարեկամներ էինք, ու դարերով մենք մեր տարածքները իրանց ձեռով նվեր են տվեցվել հարևան պետություններին, եւ մենք համբերատար փուլ ենք տվել այս ամեն ինչը դարերով իրանք նվեր են տվել, Թուրքիային նվեր են տվել մեր տարածքները, եւ մենք սուս ու փուս փուլ ենք տվել ամեն ինչ։ Եվ վերջին նվերը 2020 թվականն էր, երբ որ Ղարաբաղը արդեն Արցախը տվեցին Ադրբեջանին։ Դրան անդրադարձավ Լավրովը եւ ասաց, որ Հայաստանը ինքն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմ։ Ուրեմն մենք միշտ մեր բոլոր իշխանությունները վերջի 30 տարում ճանաչել են, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Որևէ մեկը ասել է, որ Ադրբեջանի տարածք չի Արցախը։ Ռուսաստանը ասել է, որ Արցախը Ադրբեջանի տարածք չէ, իրանք ավելի շուտ են ճանաչել, ավելի շուտ գիտեին, որ ու իրանք նոյեմբերի 9-ի համաձայնագրից մի քանի օր հետո Պուտինն ասել չէ, որ բանը Արցախը դա Ադրբեջանային տարածք է, ասել է ինքը։ Թե չի մնացածներին։ Բայց նախորդ տարիներին պահվել է Արցախը, այսինքն բանակցություններ են ընթացել, անկախ նրանից թե ով ինչ է հայտարարել, բանակցություններ կար եւ Արցախն էլ հայկական էր։ Եռանախագահների ժամանակ, եռանախագահների ժամանակ որևէ մեկը ասել է, որ Արցախը Ադրբեջանի մաս չի։ Այդպես բան ես չեմ լսել, որ որևէ մեկը, որևէ պետություն ասի, որ Արցախը Ադրբեջանի մաս չի։ Դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է եղել։ Բոլոր բանակցությունները գնացել են այդ։ Բայց ինքնավարության որոշակի աստիճանի մասին է միշտ քննարկվել, որ ունենա որոշակի ինքնավարություն Արցախը։ Այո, մենք խոսել ենք ինքնավարության մասին։ Նույն Ադրբեջանն է ասել, որ ինքնամեծ հնարավորություններով, մեծ արտոնություններով մենք պատրաստ ենք ինքնավարություն տանք։ Այդ խոսքերը եղել է։ Նույնիսկ բոլոր հանդիպումների ժամանակ եռանախագահների այդ խոսակցությունները եղել է ու տարվել է ամեն ինչը տարվել է, միջև ասենք
Սկսվել է Լավրովի պլանները, հերթական պլանները, որ սկսվեց, պլան 1, պլան 2, պլան 3, այսինքն ռուսական պլաններն են եղել նաև այդ։ Իրանք Ադրբեջանի հետ հոյակապ ձևով համագործակցել են, բարեկամություն են արել։ Եթե վերցնենք հիշենք Գետաշենը, Ազատը, հետո Շահումյանը, այդ բոլորը ոնց եղել։ Ռուսաստանի զորքը եկե մտել է որպես խաղաղապահ, եկե մտել է, մնացել է մի քանի ամիս, հետո հայերին ասել է մենք գնում ենք, դուք մնում եք թե չէ, որպեսզի ձեր անվտանգությունը մենք ապահովենք, սկզբից դուք դուրս արեք, նոր մենք կգանք, նոր իրանք դուրս կգան, եւ այդտենց էլ արվել է, Շահումյանը, բանը, Գետաշենը, այդ բոլոր շրջանները ռուսական զորք է եղել, իրանք սկզբից հայերին են հանել այդտեղից, նվեր են տվել ադրբեջանցիներին առանց հայի տարածք, որ հայեր չեն լինելու այդ տարածաշրջանում։ Ու Գետաշենից հետո հերթը հասավ Շահումյանին։ Շահումյանը նույն ձևով Լավ, պարոն Մելքոնյան, մենք տեսնում ենք ձեր բացատրություններից, որ Ռուսաստանը միշտ Հայաստանի կողմից չի եղել, բայց այս իրավիճակում ունենք որոշակի այլընտրանքներ, որ լավ չկա Ռուսաստանը վատն է, ինչ որ մեկը մեր անվտանգությունը կարող է ինչ որ չափով ապահովել։ Կա այդպիսի մի երկիր։ Ուրեմն մենք ոչ թե կա այդպես երկիր, իհարկե շատ երկրներ կան, շատ պետություններ կան, որոնց հետ մենք հիմա համագործակցում ենք, հիմա ունենք իրենց հետ արդեն դիվանագիտական կապեր, ինչու՞ չէ, նաև այդ պետությունները մեզ մատակարարում են սպառազինություն, կան։ Մինչ այդ 20 թիվը մենակ Ռուսաստանն է մեզ մատակարարել սպառազինություն, այն էլ ինչ որ ուզեցել է, այն որ մենք ենք ցանկացել, ինքը այդ չի տվել մեզ, այն որ ինքը ցանկացել է, այն է տվել մեզ։ Իսկ հիմա երբ որ մենք կարողանում ենք ուրիշ երկրներից սպառազինություն ձեռք բերել, իրանք ցավագին են տանում, իրանք վատ են զգում իրանք։ Ու դրա համար Լավրովն ասում է, չէ՞ որ դուք Ֆրանսիայի մասով խոսում ա, Ֆրանսիան մեր թշնամին է։ Դա իրանց խնդիրն է, իրանց թշնամի կնի Ֆրանսիան, Եվրոպան, Ամերիկան։ Իրանք իրանց պետական շահեր ունեն, իրանք պետական շահով առաջնորդվում են։ Իսկ մեր ներողություն, իսկ եթե մենք Ֆրանսիայի հետ բարեկամ երկիր ա մեզ, մենք Ռուսաստանի պետք է բանանենք մեր այդ շահը թողնենք, ընկնենք Ռուսաստանի շահի հետևից, որ Ռուսաստանի շահն է Ֆրանսիայի հետ թշնամություն անել։ Մենք չենք կարող, չէ՞, մենք պետք է վերջապես մեր պետական շահի հետևից գնանք, որը հիմա գնում ենք, ինչքան կարողանում ենք, այնքան գնում ենք։ Դուք մշտապես խոսում եք Ռուսաստանից զենքի մատակարարման մասին, որ գումարները տրվել են, բայց չեն մեզ մատակարարել այդ զենքը։ Լավրովն ասաց, որ դա այլ նպատակների համար է այդ գումարը հատկացվել։ Ձեզ հայտնի է ինչ նպատակներ, ինչի համար օրինակ Ռուսաստանը այդ գումարը ինչ ծրագրի կամ ինչի համար է փոխանցել, ինչպես է փոխհատուցել, այսպես ասած։ Դե ասենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում մենակ այդ սպառազինության խնդիր չէ։ Մենք ունենք գազի խնդիր, մենք ունենք տարբեր խնդիրներ ունենք, տարբեր պայմանագրեր ունենք։ Իրանք վերցրել են այս մեր գումարը մի ուրիշ հոդվածով են օգտագործել, որ ասում է ուրիշ բանի համար են։ Մենք այդ զենքի համար ենք տվեց այս հարգելի Լավրով։ Այդ փողը տված էր, որպեսզի դու մեզ սպառազինություն մատակարարեի, որպեսզի մենք կարողանանք մեր երկրի պաշտպանական հարցերը, մեր անվտանգությունն ապահովենք։ Դու վերցնում ես այդ խոսքեն տանում ցորենի փոխարեն, այդ փողը տալիս ես ցորենի, տալիս ես գազի, տալիս ես ինչի համար։ Մենք ցորենի փող առանցին ենք քեզ տալիս, բայց այդ գումարը նպատակ ուներ, սպառազինություն հատկացնել Հայաստանին։ Դες այստեղ էլ է, չէ՞ որ ասենք անարդար է, էլի խաբեությունն է։ Մենք ասեիր զենք ենք տվեց ես, մենք զենքի համար ենք այդ փողը տվեց ես։ Իսկ դու զենք չեք տալիս, ասում եք ձեր ցորենի կամ գազի պարկերն ենք բաղել։ Էլի նորից ուզում են
Այսինքն մենք իրանց համար գաղութ ենք եղել, մինչև մեր գաղութ մնացել ենք, հիմա ուզում ենք այդ գաղութի կարգավիճակից դուրս գանք, իրանք չեն թողնում, իրանք ամեն ինչ անում են, որ մենք մնանք էլի գաղութ, իրանք ոնց թելադրեն, մենք հենց անենք։ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չի ուզում ստորագրել ու պայմաններ են միշտ առաջ քաշում։ Ինչու չի ուզում, պարոն Մակոբյան։ Այ երբ որ Ռուսաստանն ուզենա, որ այդ խաղաղությունը լինի, այդ պայմանագիրը կնքվի, հաջորդ օրը իրանք այդ պայմանագիրը կստորագրեն։ Իսկ Ռուսաստանը չի թողնում։ Այո, Ռուսաստանը չի թողնում, որ այդ պայմանագիրը ստորագրվի։ Ինչու։ Որովհետև ինքը ուզում է, որ մենք մնանք միշտ գաղութի կարգավիճակով, որ մենք միշտ վազենք իր դուրն, ասենք, վայ, հեսա սկսում է, հեսա սկսում է, մենք ինքը միշտ այս լարվածությունը պահելու է մեր մեջ։ Ես նաև հիմի Բորիսենց նայում եմ ընդհանուր, ես չեմ էլ տեսնում, որ այդ պայմանագիրը կարող է ստորագրել, որտեղ Ռուսաստանի կամքը չկա։ Իրանք պետք է կամենան։ Իրանք ասում եմ, եթե Այսինքն կարծում եք Ադրբեջանը այդքան լսում է Ռուսաստանին, որ Ռուսաստանի ցանկությամբ չի ստորագրի, եթե իրեն պետք լինի այդ պայմանագիրը։ Իհարկե, Ռուսաստանին ինքը լսում է ու ինչ ձևի ցանկանում են, հենց էլ վարվում է Ռուսաստանի հետ։ Իսկ ռուսները դա ընդունում են, որովհետև այս նայտես Ադրբեջանի թիկունքում Թուրքիա կայնած։ Մեր թիկունքում չկա այնպես պետություն, որ կանգնած լինի, ոնց որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է կայնած։ Մենք միջև մի բան ցանկանում ենք անել, ուրիշ պետությունների հետ, որպեսզի հարաբերություններ ստեղծենք, մենք շատ դժվար է, որ մենք ունենանք այդ ձևի թիկունք, ոնց որ Թուրքիան Ադրբեջանի համար։ Մեր թիկունքը եղել է Ռուսաստանը։ Մինչև 20 թվականը մենք գիտենք, որ իրոք է տենց էր, բայց եթե գնում էինք այնտեղ տեսնում էինք, որ 5 միլիարդի զենք է մատակարարում Ադրբեջանին, Դե ասում է Հայաստանն էլ է ռուսական զենքով կռվել, տարածքներ ազատագրել, այն տարածքները, որ ժամանակին նույնիսկ ասում էիք, որ հնարավոր է բանակցային, այսպես թեմա դառնա։ Կարող է դա այդ ժամանակ մենք հնարավորություն ունեինք ուրիշ տեղից զենք գնելու, որ կարող այդ զենքը բերեինք, այդ զենքով կռվեինք։ Ինքն այդ զենքը բաժանել մեզ, բաժանել Ադրբեջանին, բաժանել Ղազախստանին, Ուզբեկստանին եւ բոլոր պետություններին, որոնք սովետական կազմի մեջ են եղել։ Իր զենքերն եղել, ինքն է այդ զենքերը ծախել մեզ, որ մենք այդ զենքերով բան անենք։ Իրար դեմ կռվենք։ Իրար դեմ կռվենք, էս է, այդ ամբողջ խնդիրն է եղել։ Դրա համար ինքը որ ասում է զենքը, բայց ում զենքով կռվեինք։ Եթե մենակ դու ես զենք տալիս, ու այդ զենքին էլ կոնտրոլ է իրանում։ Որոշ զինատեսակներն էլ դու ես ղեկավարում, որ այդ զենքը հանկարծակի չկրակի կամ ինչ-որ մի բան չանի։ Շատ լավ, եւ մի հարցի եմ ուզում անդրադառնանք, այս երկրորդ անդադ քննարկվում է այդ հարցը, շատ տարօրինակ իրավիճակ քննչական կոմիտեում, երբ իրեղեն ապացույց է, հենց գողացել են քննչական կոմիտեի աշխատակիցները։ Ինչպես է հնարավոր քննչական կոմիտեի աշխատակիցը իրեղեն ապացույցը գողանա։ Նմանատիպ բաներ միջև էսել է եղել, որ ասենք ներքին գործերի նախարարությունում առաջներում, որ էլի իրեղեն ապացույցները կորել են։ Էսի առաջինը չի, որ մենք այսքան զարմանանք։ Նարկոտիկ եղել, բան եղել տոնաներով, որ Դե մի, այո, նարկոտիկի այդ բավական մեծ տոննա էլ գրավեցին, հիմա էլ չգիտենք որտեղ է։ Մեծ քանակներ էլ անհայտացել, որ միջև մի ոչ ոչ գիտե ինչ եղավ դրա գլուխ։ Նույնը այստեղ ես ուղղակի զարմանում եմ, որ այդքան գումար բերում տնում են այնտեղ, այդ գումարները կարելի է որևէ բանկում դնել, որպես իրեղեն ապացույց կլներ, ինչ կլներ։